Ուզեմ նախ մի դրվագ պատմել, որը կարծում եմ լրագրողներին եւ շատերին կհետաքրքրի։ Երբ որ ելք դաշինքը հիմնադրվեց, այտենց աչքին գնող որևէ հարաբերություններ չենք ունեցել պարոն Աղազարյանի հետ։ Դեպքեր եղել անգամ Ավան ընտրատարածքում, երբ որ կային ՔՊԻ, Հանրապետության եւ Լուզար Հայաստանի ռեյտինգային տեխնացուներ եւ այտենց խնդիրներ էին առաջանում։ Եվ այտենց երբեք ջերմ հարաբերություններ չենք ունեցել իրար հետ։ Բայց Հովիկ Աղազարյանը իմ աչքին մի այլ կերպ բարձրացել է։ Մի հետաքրքիր դրվագում, որ ինքն չեմ պատմել, ինքն է կարող չի հիշում հիմա, բայց ուզում եմ ձեր համար պատմել։ Ուրեմն 18 թվականի ապրիլի 16-ն էր, Նիկոլ Փաշինյանը բարձրացել էր այստեղ ոստիկանական փշալարերի վրա եւ ձեռքը պատրվել էր Նանտալին հիվանդանոց։ Եվ նաեւ աչքն էր վնասվել։ Եվ երբ որ հիվանդանոցից նա հետ եկավ, ժողովուրդը նրան ուղեկցում էր, եւ ես եւ պարոն Սարգսյանը, Ռամզավենի Սարգսյանը դիմավորեցինք Փաշինյանին այստեղ եւ ուղեկցեցինք մեր գրասենյակ, Լուսավոր Հայաստան կուսակցության գրասենյակ, որը մինչեւ հիմա այստեղ է։ Եվ նրա հետ էին Սասունե Միքայելյան, Տիկին Հակոբյանը եկավ եւ Հովիկ Աղազարյանն եմ հիշում։ Ուրիշ մարդ չեմ հիշում, որ եկել է ներս։ Մի մասը արդեն գնացին եւ բավականին հուսահատ վիճակ էր այդ օրը։ Շատ հուսահատ հեղափոխության համատեքստում, որովհետեւ մարդիկ հուսահատված էին եւ հույսերը այնպեսին չէին, խոսքը չգնում ժողովրդի մասին։ Ժողովուրդը բավականին ոգևորված շարունակում էր ցույցերը, այլ նրանք, ովքեր առաջնորդում էին շարժումը։ Եվ զրուցեցինք մի քիչ Փաշինյանի հետ, ովքեր որ կային, եւ եթե չեմ սխալվում, նաեւ սնունդ կար, ջուր, բան, մի փոքր դաթար հանգստացան եւ դուրս եկան բոլորը, եւ Աղազարյանը մնաց ինչ որ լվացվում էր բաներ անում, բան ու հիշեմ Աղազարյանը երևի, չգիտեմ, կարող է մի բավականին երկար ժամանակ ոչ հնարավորություններ ունեցել լողանալու, ոչ հնարավորություններ ունեցել շորերը փոխելու, ոչ հնարավորություններ ունեցել sense կոշիկները, բան կեղտոտ, մի վատ վիճակում, որտեվ քայլել էր, գիտեք որտեղից ու մինչև այդ օրը այդտեղ մինչև այդ պահը շատ հուսահատ բաներ ասին, հա Հովիկ, ասի ինչ ես մտածում, վերջի ինչ արնելու։ Դե բոլորը գնացել են, մնացել են մի քանի անգամ, Հովիկը ուզում է դուրս գա, այդ դուրս գալու պահն է։ Ասես նայեց, ասեց, ասի հա հույս կա, ասեց դե ես չգիտեմ, չկա երևի։ Ասի բա ուր ես գնում։ Դե ասեց ես Նիկոլին չեմ կարող մենակ թողում։ Ու գնաց։ Այդ դրվագը ես երբեք չեմ մոռանում։ Հիմա եթե հնարավորություն լիներ գրելու միտեղ այդ գրքի մեջ, կարենք այդ դրվագն էլ զետեղեինք։ Մարդ, որը որ հեղափոխության ժամանակ նմանատիպ ներդրում ունեցել։ Այսօրվա բավականին հազարավոր կարծեի պատեհապաշտ խմբերից, ովքեր որ այսօր օգտվում են պրեմիաներից եւ տարատեսակ զանգերով հարցեր լուծելու հնարավորություններից եւ քեշ փող են աշխատում։ Իրականում ով է դավաճանել այն արժեքներին, որը որ այդ օրը այդտեղ առաջ էր բղվում։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմով։ Հետաբար Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանին հետո եմ ճանաչել բացարձակապես, իմ համար հեղափոխության առաջամարտիկները իրանք են, ովքեր շարունակում են մնալ այդ ակունքներում, ովքեր արդարության համար են, կոռուպցիայի դեմ են, հավասար իրավունքների, ճիշտ դատական համակարգի, ամեն ինչի։ Եվ վերջում ամենասարսափելին, որ մի մարդ, որ այդ ամենանեղ պահին Նիկոլ Փաշինյանին չի լքում, այդ մարդուն ամենավերջին ձևերով փորձում են ոչնչացնել։ Ես փոքրուց մեծացել եմ մի այնպիսի ընտանիքում եւ թաղամասում եւ պայմաններում, որ միշտ իմ մեջ եղել է, որ պետք է պաշտպանեմ այն մարդկանց, ովքեր որ բոլորի հարվածի տակ են։ Տվյալ պահին թեկուզ եւ տպավորված, այն տպավորությամբ, որ բոլորի։ Հիմա ժամանակը հոսեց, տեսանք, որ այն ինչ հրեշ ներկայացնում էին, այդ հրեշը չկա։ Տեսանք ուղղակի, որ մարդիկ իրանց ամենահավատարիմ, ամենանվիրված, ամենաազնիվ, ամենամաքուր, թալանչի չդարձած, այդտեղ թալանչիներ են արդեն։ Սովորական թալանչիներ։ Թալանչի չդարձած իրանց թիմակցին հարձակվել ոչնչացնում էին։ Այս կարող եմ ասել, պարոն Աղազարյանը հրավիրեց, ասեցի մեծ սիրով կգամ, կրկին շնորհավորում եմ, կկարդամ գիրքը, վստահ եմ հետաքրքիր